Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այս անգամ ձեզ ուզում եմ մի նոր տարբերակ ցույց տալ, որը շատ գեղեցիկ է լինում ափսեների մեջ։ Սուրբ Զատկի համար բոլորս էլ գիտենք, որ ձուն պետք է միայն ներկել բնական գույներով, սոխի կճեպով, տորոնով կամ բազուկի գույնով, բայց շատ-շատերն էլ ցանկանում են իրենց տոնական սեղաններն ավելի գունեղ դարձնեն և դրա համար առաջարկում եմ սա։ Լավ լվանում ենք ձվերը և դնում ենք եփելու 15 րոպե։ 15 րոպե հետո ջուրը քամում ենք, հենց տաք վիճակում պետք է արվի այս գծանախշերը, որպեսզի վրայի ջուրը արագ չորանա և գույնը չտարածվի իր կողքերը։ Գունաներկերը լցնում ենք տարբեր ամանների մեջ, ավելացնում ենք նաև եռման ջուր։ Ջուրը պետք է տաք լինի, որպեսզի հենց չորանալու ընթացքը կարճ տևի։ Բոլոր գույների վրա լցնում ենք եռման ջուր, խառնում ենք, որ գույնը խառնվի, գնդիկներով չլինի։ Ջրով գույները բացելուց հետո ձուն հերթականությամբ պետք է տեղից տեղ տեղափոխելով թաթախենք տարբեր ներկերի մեջ, որպեսզի ստանանք գեղեցիկ պատկեր։ Այստեղ համբերություն է պետք, ես մի քիչ շտապեցի, տեղ-տեղ գույները խառնվեցին, Նարեկն էլ արդեն եկել էր տուր ես ներկեմ, մի խոսքով մի կերպ ավարտին հասցրեցինք։ Ինչպես շեշտեցի, պետք է զգույշ ներկենք, տեսեք մատերից վրա գույնը անցել էր, մատերիցս տվեց ձվին, գույնը ձևափոխվեց, այստեղ ներկը թափվեց, մի խոսքով իմ շտապելը ու Նարեկի ձու ուզելը, մենք այս տարի ձուն չենք ներկելու, մեր տան ձվերը գունավոր չեն լինելու Զատկի սեղանի, ուղղակի Նարեկը հեռախոսով նայելուց եկավ տատիկ էս հենց ձուձու եմ ուզում, ես էլ երեխու խաթրը չկորցնելու համար, այսպես թե այնպես տանը ձու ուտում ենք, ասեցի կգունավորեմ, թող ուրախանա։ Դուք մենակ իրա ուրախության չափը տեսնեիք, շատ էր ուրախացել, վերցրել էր հելել էր դուրս, որ երեխա գտներ, ցույց տար, թե տեսեք տատիկս ինչ ձու ա նկարել, կայել չի կարում ասում ա տատիկս ձու ա նտարել, մի խոսքով երեխու ուրախության համար մի քանի օր շուտ ձու եմ ներկել։ Այսքանը սիրելիներս կարող եք թաթախելուց հետո դնել սուրճի բաժակի վրա, այնպես որ ձուն չընկնի մեջը, ինքը չորանա, որ գույնը գույնի վրա չտարածվի, չանցնի, միայն եզրագծերը երևան և արդյունքում կունենաք շատ սիրուն գունավորած ձու։ Շատ տարբերակներ իմ ալիքում կա, կտեղադրեմ տեսանյութի ներքևում, ցանկության դեպքում կդիտեք։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, բոլորիդ ուրախ Զատիկ եմ ցանկանում։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։